կենթանի հույսին համար Հիսուս Քրիստոսի մերելներեն հարություն առնելովը անեղծ ու անարատ և անթարամ ժառանգության համար, որ երկինքը բահված է մեզի, որ Աստուծո զորությունովը բահբանված եք հավատքով փրկության համար։ Փառք Տիրոջ հարուցյալ Քրիստոսի համար պիտի երգենք զատկվա երգը մեր դերը փառաբանելու համար։ Երգ 300 ներողություն։ Երգ 697։ Դակներնից գիչնա գսե մարդկանց եղին աթամորդից ընցա ահա քեզ ավելիս Քրիստոս արյակ իմերելոց Քրիստոս արյակ իմերելոց իպրանտրանիկ հարուցելոց երբ գորոդար երգինք երկրին սոսեցավ ապշածին գամարտիկ դաբանը պացվեցավ Քրիստոս արյակ իմերելոց Քրիստոս արյակ իմերելոց իպրանտրանիկ հարուցելոց հոս չէ անվոր մերավ գանայք ինչու գողպակ սուքի ադեն անցավ ուրախան աշխար Քրիստոս արյավ իմերելոց Քրիստոս արյավ իմերելոց իպրանտրանիկ հարուցելոց եկեք ուզիս տեսեք ըսավենք են պարած բոլոր աշխարհքացեք ըսեք ամեն ասկաց Քրիստոս արյավ իմերելոց Քրիստոս արյավ իմերելոց իպրանտրանիկ հարուցելոց արդ մենք ալ հարության հանթեսը գադարենք և իցայն ծնծության ուրախալից կոչենք Քրիստոս արյավ իմերելոց Քրիստոս արյավ իմերելոց իպրանտրանիկ հարուցելոց
Մինչ ոտքի վրա ենք, միասնապար փոխադարձաբար գարտանք Պողոսաց ընթերցում թիվ 22։ Մեր երեքարաներու վերջավորության փոխադարձ ընթերցում թիվ 22։ Հիմա Քրիստոս մերելներեն հարություն արած է, ննչացյալներուն առաջին բդուղը, որովհետև մարդով եղավ մահը, մարդով ալ մերելոց հարությունը։ Վասնզի պետք է, որ այս ապագանացու մարմինը ապագանություն հագնի, ու այս մահկանացուն անմահություն հագնի։ Այն ադեն պիտի կատարվի այն խոսքը, որ գրվեցավ, թե մահը հաղթության մեջ ընկղմեցավ։ Ես եմ հարությունը ու կյանքը, անոր ինձի կհավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Ու թեև մորթես ետքը այս ալ պջանա, բայց իմ մարմնովս զաստված պիտի տեսնեմ։ Ասոր վրա մի զարմանակ, վասնզի ժամանակ պիտի կա, երբ բոլոր գերեզմաններու մեջ եղողները անոր ցայնը պիտի լսեն, ու դուրս պիտի կան, անոնք որ բարի գործեր են գենաց հարության համար, եւ անոնք որ չար գործեր են դատապարտության հարության համար։ Այս Հիսուսը Աստված հարուց, որու մենք ամենքս ալ վկայենք։ Վասնզի ես կենթանի եմ, և դուք կենթանի պիտի ըլլաք։ Աղոթենք։ Շնորհակալ ենք երկնավոր Հայր, որ մեզի անգամ ևս արիտը դվիր, մեզի կյանք տալով, որպեսզի հավաքվենք այս հաղթական օրվան մեջ, քո հարությանդ հաղթությունը դոնախմբելու, եւ անգամ ևս Սեր, մեր հավատքը նորոգելու, անգամ ևս կարողանանք ով դեր, որ հետևենք քեզի, հետևենք քո խոսքիդ եւ վստահենք քո զորությանդ, որուն ով դեր տուն մահվան հաղթեցիր, քերեզմանեն դուրս ելնելով, հարություն առնելով, եւ մեր մեղքերը ներելով մեզի նոր կյանք շնորհեցիր։ Անորոմար շնորհք տուր մեզի, որ խոնար սրտով կանք քո առջևդ, ընդունելով այս ճշմարտությունը եւ հավատալով քեզի, որ տուն միակ ճշմարիտ Աստվածն ես, որուն համար անգարելի բան չկա։ Այս պաշտամունքը կանցնենք քեզի, գաղութենք ով դեր, որ տուն փառավորվիս, տուն մեծարվիս, ընդունելի լա մեր երկերը, մեր պաշտամունքը եւ մեր աղոթքները, թող քո անունդ փառավորվի եւ մեծարվի ով դեր։ Փառք պատիվ երկրպագություն գվայելե քեզի։ Ամեն։ Հրամեցեք։ Մեր նստած տեղերեն պիտի երկենք նաև զատկվա ուրիշ երկմը, որ հավատացյալին վկայությունն է, թե ինչպես Քրիստոս մեր կյանքերու մեջը գաբրի։ Երկ 651։
հրճիմը որ հարյավ, գիտեմ նստած է քովն հոր, ու գաբրի արդիրավ, լսեմ իր ցայն միշտ հրճվուն, դեսնեմ ցերկնիր կտոտ, ու գարոդի ճիշտ պահուն, ինձ միշտ է մոտ, Գաբրի, Քրիստոս Գաբրի ահա, քալե ինձ հետ, խոսի ինձ հետ, կյանքի ջամփուն վրա, Գաբրի, Քրիստոս Գաբրի ահա, ինչպես գիտեմ, որ Գաբրինա, Գաբրի մեջս ահա, հոգազություն իր օրհնյալ, մի շուրջս նշմարեմ, թեև հոգնածը լամալ, երբեք հուսահատ չեմ, գարաչնորդեքի դեմնա, մեջնես խոսհովերու, օրմալ բիդի երևնա, զիս հարնելու, Գաբրի, Քրիստոս Գաբրի ահա, քալե ինձ հետ, խոսի ինձ հետ, կյանքի ջամփուն վրա, Գաբրի, որ մայզ լափրգություն, ինչպես գիտեմ, որ Գաբրինա, Գաբրի մեջս ահա, ով Քրիստոնյա ուրախներ, երկե արծրդակին, հավերժական ներքներ, Հիսուս մեծ արքային, ուսնեզինք պնդրողներին, պնդրողին օգնական, քանզի իր սերն է անհուն, քոտնանման, Գաբրի, Քրիստոս Գաբրի ահա, քալե ինձ հետ, խոսի ինձ հետ, կյանքի ջամփուն վրա, Գաբրի, որ դամես փրկություն, ինչպես գիտեմ, որ Գաբրինա, Գաբրի մեջս ահա, Augilus says, good morning everyone. Today Christ is risen from the dead, and I will be reading from Psalm 16, Psalmos Tasnavitz in English. Preserve me, O God, for in you I take refuge. I say to the Lord, you are my God. I have no good apart from you. As for the saints in the land, they are the excellent ones, in whom is all my delight. The sorrows of those who run after another God shall multiply. Their drink offerings of blood I will not pour out, or take their name on my lips. The Lord is my chosen portion and my cup. You hold my lot. The lines have fallen for me in pleasant places. Indeed, I have a beautiful inheritance. I bless the Lord who gives me counsel. In the night also my heart instructs me. I have set the Lord always before me.
because he is at my right hand. I shall not be shaken. Therefore my heart is glad, and my whole being rejoices. My flesh also dwells secure, for you will not abandon my soul to Sheol, or let your Holy One see corruption. You make known to me the path of life. In your presence there is fullness of joy. At your right hand are pleasures for evermore. Shagalam. Excellent. Անկամ ես պայրիսր բոլորին բարի եկած ենք բոլորս Աստծո դունը այս հատուկ օրվան մեջ, որ միասին կդոնախմբենք մեր Դերոջը Հիսուս Քրիստոսի հարությունը, որ քերեզմանեն դուրս ելնելով մեզի կյանք տվավ, մահվան հաղթեց եւ մեզի ալիթը գտավ, որ մենք ալ իր զորությունով, իրեն հավատալով մահվան հաղթենք եւ հավիտենական կյանքը ապրելու արիթը ունենանք։ Այսօր երկու ծանոթություններ ունենք, երկուքն ալ շնորհակալական խոսքեր են, շնորհակալություն եւ գնահատանքի խոսք Գիրակնորիայի խումբին եւ իրենց առաջնորդներուն Դեր Եվդիգին Նազո եւ Ձովիկ Բալիոզին այն գեղեցիկ եւ խնամքով պատրաստված երաժշտական գոգիկ հայդակրին համար Զոր ներկայացուցին անցյալ գիրագի Զարգազարդի օրվան պաշտամունքի միջոցին Դերը իր շնորհքին մեջ պահե եւ զորացնե զիրենք եւ բոլոր մասնակցողները իր ծառայության մեջ Նաև հատուկ շնորհակալություն եւ խոր գնահատանք այն խումբը դիգիններուն, որոնց անխոնջ աշխատանքով պատրաստվեցան մեծ թիվով զատկվա շատ գեղեցիկ կողովներ, որոնք մեծ խանդավառությամբ ժողովրդին վաճառվեցան Զարգազարդի օրը։ Դերը վարձահատույց ընե բոլորը, օրհնե իրենց մատուցած ծառայությունը եկեղեցին համար եւ հաստատ պահե զիրենք հավատքի ճամփուն մեջ։ Դարձյալ խորի շնորհակալություն այն բոլոր նվիրատուներուն, որոնք կմասնակցին արադացերն լալով այս եկեղեցին իրենց ցերկը երգարելով Աստծո տանը, որովհետեւ Աստծո գործը հարաճ երթա եւ դերը բարավորվի։ Աստծո խոսքեն բիդիգարտամ Մատթեոս Ավետարանի 28-րդ գլուխը Մատթեոս Ավետարան 28 Gospel of Matthew chapter 28 Շաբաթ գիշերը երբ մեկ շաբթին գլուսնար եկան Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը քերեզմանը տեսնելու Ահա մեծ երկրաշարժ մի եղավ Վասնզի դերոջը հրեշտակը երկինքեն իջնելով քնած թռնեն մեկտի կլորեց քարը ու անոր վրա նստավ Անոր դեսքը փայլակի պես էր ու անոր հանդերձները ցյունի պես ջերմակ Անոր վախեն բահաբանները խրովեցան ու մերածի պես եղան Հրեշտակը ըսավ գիներուն մի վախնակ քանզի գիտեմ թե կփնտրեք Հիսուսը որ խաչվեցավ Անհոս չէ, վասնզի հարություն արավ, ինչպես ասած էր Եկեք տեսեք այնտեղը, ուր դերը բարգած էր Շուտ մկացեք անոր աշակերտներուն ըսեք թե Անիգա մերելներեն հարություն արավ Եվ ցեզմե առաջ Գալիլեա գերտա Հոմ պիտի տեսնեք զանիգա Ահա ցեզի ըսի Անոնք շուտ մկերեզմանեն ելան Վախով ու մեծ ուրախությունով Եվ վազեցին աշակերտներուն պատմելու Երբ կերտային անոր աշակերտներուն պատմելու Հիսուս անոնց թեմի ելավ ու ըսավ Ողջույն ձեզ Անոնք մոտենալով անոր ոտքերը բռնեցին ու երկրպագություն ըրին անոր Այն ադեն Հիսուս ըսավ անոնց Մի վախնակ կացեք իմ եղբայրներուս ըսեք որ Գալիլեա երթան Հոն զիս պիտի տեսնեն Երբ անոնք երթային բահաբան զինվորներեն մեկ քանին քաղաքը կացին ու կահայլայբետներուն պատմեցին
բոլոր եղած բաները, անոնգալ ձերերուն հետ հավաքվելով ու խորհուրդ տնելով շատ ըստակ տվին զինվորներուն ու ուսին, ըսեք թե անոր աշակերտները քիշերով եկան, զանիգա կողցան, երբ մենք կքնանայինք։ Եթե այդ բանը գուսակալին ագան չհասնի, մենք անիգա կհաճեցնենք և ցեզ ապահով գնենք։ Անոնք ըստակը արին ու սորվածնուն պես ըրին, և այս ցայնը հրյաներու մեջ տարածվեցավ մինչև այսօր։ Իսկ 11 աշակերտները կացին Գալիլեա, այն լերը, ուր Հիսուս իրենց որոշեր էր, երբ զանիգա տեսան, երկրպագություն ըրին անոր, բայց ոմանք դարագուսեցան։ Հիսուս մոտենալով խոսեցավ անոնց ու ըսավ. ամեն իշխանություն ինձի դրվեցավ, երկնքի ու երկրի մեջ։ Ուրեմն քացեք, բոլոր ասկերը աշակերտեցեք, մգրտեցեք զանոնք, հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, սորվեցուցեք անոնց, որ այն բոլոր բաները պահեն, ինչ որ ես ցեզի պատվիրեցի։ Ահա ամեն օր ես ցեզի հետ եմ, մինչև աշխարհիս վերջը։ Ամեն։ Թող Տերը օրհնե իր սուրբ խոսքին ընթերցումը։ Ամեն։ Գողջունենք ձեզ հարուցյալ Քրիստոսի գենարար անունով և ուրախությամբ կհայտարարենք ձեր բոլորին Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի միասնաբար դարձյալ գրկնենք ասիգա Քրիստոս հարյավի մերելոց և դուք անկյուն Քրիստոսի բարի եկածեք հրաշափար հարության դոնին արիտով զաստված պաշտելու բարի լույս էր բոլորին սիրելիներ Աստուծո և իր ժողովրդին համար մեծ ուրախություն է հանդիսավոր գերբով դերոջը դունը կալ և զաստված պաշտել անոր համար որ իր մահովը մահը խապանեց և իր հարությանբը մեզի նոր կյանք շնորհեց հավատացյալներուս բարդությունը հաղթության վերածելով երեք ասիգա աղոթքով շնորհակալությամբ Տերոջը առջև մոտենանք մեր սրտերը խոնարհեցնելով Փառք հրաշափար հարստյանդ Քրիստոս ասված մեր երախտաբար ենք քեզի որ մահվան ու մեղքի վրա դարած հաղթանակիդ բաժնետից կնես մեզ հավատքով Կողություն քեզի որ քո զավակներովդ կրցանք հավաքվիլ լսելու քո խոսքերդ եւ լսելի դարձնելու մեր ցայները քեզի երկնավոր հայր մեր աղոթներով եւ մեր երգերով Զատկվա այս հիշադակելի առավոտյան մեջ օրհնե ամեն մեկ անձ եւ ընտանիք քու շնորհքովդ այս արդիվ կխնդրենք վերագենթանացուր սքավոր նվաղյալ եւ դարաբյալ սրդերը գանկնեցուր թաղված սերը հարություն դուր բոլոր մորցված ուխտերուն ու մեր սրդի ցուներուն ներքևեն Ձաղգեցուր քարունը փարության, հավատքի ու սրբության, որովհետեւ քեզ բաշտենք սրդանց եւ ճշմարտությամբ։ Գաղութենք, որ քու մեծ եւ անհուն շնորհքովդ միջամտես միջին արևելքի բادرազմին, ողորմություն ցույց տաս հոն դարաբող ժողովուրդներուն եւ մեր հայրենագիցներուն։ Ծրվե աշխարհի խավարը լուսավորե մեր մտքերը ու քեզմով խանթավարե մեր սրդերը հարությանը ուրախությամբ շնորհքդ բատկամե փեր ծարայիդ եւ դանուտ մեջ կորձող ամեն մեկ անցին հետ լա ասոնք կխնդրենք հարուցյալ փրկչին անունովը
որուն գվայել է փառք, իշխանություն եւ բադիվ հիմա ու հավիտյանս։ Ամեն։ Եկճախումբը հանդես պիտի կա հիմա։
Այսօր բատմության մեջ, աշխարհի բատմության մեջ ամենակարևոր օրն է, որ կհիշադակենք։ Եվ անիալ այն դեպքն է, որ մեր Տերը եւ մեր Փրկիչը մեր elներեն հարություն արավ։ Աստվածաշունչի մեջ գտեսնենք դեպքեր, որ ուրիշներ ալ հարություն արին։ Բայց ինչու դարբեր է այս հարությունը։ Որովհետև անոնք, որ հարություն արին, ետքը դարձյալ մերան։ Բայց մեր Տերը, երբ հարություն արավ, հավիտյանս հավիտենից կենդանի է եւ ողջ է։ Անոր համար մեր Տերոջը հարությունը հադուկ է։ Եվ այս հարությամբ մեր Տերը հաղթեց մահվան եւ մահվան զորությանը։ Անոր համար Աստծո խոսքը գսե ով մահ ուր է քու զորությունդ, ուր է քու խայտոցդ, ով կերեսման։ Եվ մենք իրմով իրեն հավատալով գունենանք այն զորությունը մահվան հաղթելու։ Եվ անոր համար մեր Տերը մեզի ըսավ անոր ինձի կհավատա թեև մեռնի պիտի ապրի։ Եվ մենք մեր կյանքը այս հավատքով եւ այս հույսով կապրինք, որ թեև օրը մեռնինք, դարձյալ պիտի ապրինք։ Մենք կհավատանք այն խոստումին, որ մեր Տերը մեզի տվավ։ Անոր համար հավատված ենք այստեղ։ Եթե մահը վերջավորություն է, եթե քերեզմանը մեր կյանքի քիրքը կկոծե եւ ամեն բան կվերջանա, մեր այստեղ հավաքվելը իմաստ չունի։ Բայց որովհետև մենք կհավատանք մահեն վերջ հավիտենական կյանքի, անոր համար եկեղեցի կա, անոր համար քրիստոնեական հավատ կա, եւ անոր համար մենք կհավաքվենք, եւ մանավանդ այսօր կհավաքվենք դոնախմբելու այս հարության դոնը։ Ինչպես ասի աշխարհի պատմության մեջ այս օրը եւ այս շաբաթը ամենակարևոր դեպքերը պատահեցան եւ հատիկա սկսավ Հիսուսի հաղթական մուտքով Երուսաղեմ եւ շարունակվեցավ այդ շաբթվա ընթացքին իր այցելությունը Երուսաղեմ։ Եվ որքանի մոր էր վերջ մատնվեցավ, որ նաեւ հիշադակեցինք ավակ հինգշաբթին եւ առաջ որ մատնվի իր աշակերտներուն հետ ունեցավ վերջին ընթրիկը եւ այնտեղ շատ կարեւոր պատվերներ տվավ իրենց եւ ապա Գեթսեմանի բարդես քնալով երթալով աղոթեց։ Պատմությունը գիտենք զինք բռնեցին եւ դատավարության դարին երկու տարբեր դատավարություններ տեղի ունեցան եւ կրոնական եւ քաղաքական։ Կրոնավորները որոշեցին, որ անպայման պետք է մահանա։ Քաղաքական կառավարությունը, որ հռոմեացիներն էր Պիղադոսի առաջնորդությամբ կփորձեր ցև մկտնել ազատ արձակելու, բայց չի հաջողեցավ, բայց եւ այնպես իր ցերքերը լվալով հրաման արավ, որ Հիսուսը խաչվի։ Բայց եւ այնպես Հիսուս զինք արդար չսևեց։ Զինվորները ծաղրեցին մեր Տերը, գարձես թակավոր մներ իրենց համար եւ իր գլխուն փոխանակ տակ տնելու փուշեպսակ դրին։ Եվ ինչպես մարգարեությունը գսեր, ինք գրեց խաչը եւ բարձրացավ կողքոտալերը եւ այնտեղ խաչվեցավ, որում մենք հիշադակեցինք ավակ ուրբաթ օրը։ Խաչվեցավ ավազակներու հետ
եւ իր կյանքը տվավ խաչին վրա։ Ժողովրդի մեծամասնությունը, որ քանի օրեր առաջ զինք թիմավորեցին, այդ օրը դեսնելով զինքը խաչին վրա ըսին, եթե իսկապես Աստծո որդի է, խաչեն թող վարիշն է, որովհետեւ մենք հավատանք։ Հիսուս ուներ այդ զորությունը, բայց եւ այնպես ընդրեց խաչը, ընդրեց զոհվիլը, որովհետեւ մեր բոլորին դեղ մեղքի քինը վճարե։ Հետաքրքրական կերպով իր մահեն քանի մվարգյան վերջ այնտեղ գեցողներն հավատացին զինք եւ ասին իսկապես ասիգա է Աստծո որդին, բայց արդեն ուշ էր, արդեն Հիսուս իր կյանքը տված էր։ Անոնք, որոնք ուրբաթօրը ներկա էին, ես խոստացա, որ իմ կարծիքս պիտի տամ, որ ինչու հավատացին այդ մարդիկը։ Երբ խաչյալը գխաչվեր խաչին վրա, ընդհանրապես մահը գպատահեր երկուքեն 7 օրվա ընթացքին։ Հիսուս մահացավ 6 ժամվա մեջ միան, իր խաչելուտենեն 6 ժամ վերջ մահացավ։ Եթե գիշեք Աստծո խոսքը մեզ գսե, զինվորները եկան, որովհետեւ խաչվողներուն ոտքերը գդրեն, որովհետեւ անոնք շուտ մահանան, ինչու, որովհետեւ հաջորդ օրը զադիգ էր։ Պետք չէր, որ խաչին վրա երկար մնան, որով գրնային մնալ մինչև 7 օր եւ չարչարանքով մահանալ։ Բայց Հիսուս 6 ժամվա մեջ մահացավ, ընդհանրապես եւ միշտ խաչյալները կմահանան լրության մեջ։ Երբ որ օրերը կանցնի, ժամերը կանցնի եւ իրենց մարմինը գդգարանա, կմահանան լրության մեջ։ Աստծո խոսքը մեզ գսե, որ երբ Հիսուս մահացավ խաչին վրա, աղաղակեց մեծ ձայնով եւ ասար, Հայր, իմ հոգիս գահանցնեմ քեզի։ Եվ իր գլուխը խոնարեցուց եւ հոգին ավանդեց։ Հարյուրապետը, որ տեսավ ասիգա, որ այս փորձառությունը չեր ունեցած, որ խաչյալը աղաղակելով մահանա եւ միան 6 ժամ վերջ մահանա, անդրադարձավ, որ այս խաչյալը դարբեր մեկն էր, որ այսպես մահացավ եւ ինք որոշեց մահանալը, ինք ասավ, հոգիս կհանցնեմ քեզի եւ մահացավ։ Խաչյալներ այդպես չեն մահանար, լուր ու մունջ լրության մեջ, չարչարանքով, ցավով եւ դարաբանկով, իրենց գլուխը գախելով, առանց ցայն հանելու գմահանան։ Հարյուրապետը գիտավ, որ այս մարդը դարբեր մեկն էր եւ adorամար հավատաց, որ Հիսուս Աստծո որդին էր եւ ոչ բարզ, այսպես կոչված ավազակը կամ խանգարողը։ Արաքմը իր մարմինը թաղեցին եւ գերեզմանը կոծվեցավ գնքվելով։ Եվ առավել զինվորները եկան եւ բահակ կեցան, որովհետեւ հանգարց ինչ որ Հիսուս ասած էր, թե ինք հարություն մի դառնե, հանգարց ադիգա ըլլալով գսե ետքը ավելի քեզ չլա սկիզբեն, բահաբաններ տրին։ Բայց եւ այնպես բահաբանները չհաջողեցան քարը անշարժ բահել։ Աստծո խոսքը մեզ գսե, որ մեծ երկրաշարժ մի եղավ, վասնզի դերոջը հրեշտակը երկինքեն իջնելով քնած թռնեն մեկտի քլորեց քարը եւ անոր վրա նստավ։ Անոր դեսքը փայլագի պես էր եւ անոր հանդերձները ցույի պես ջերմակ։ Անոր վախեն բահաբանները խռովեցան ու մերածի պես եղան։ Հրեշտակը ըսավ գիներուն, մի վախնակ,
քանզի գիտեմ թե կփնտրեք Հիսուսը, որ խաչվեցավ, անհոս չէ, վասնզի հարություն արավ։ Անհոս չէ, վասնզի հարություն արավ։ Այս է քրիստոնեական հավատքի հիմքը։ Այս է քրիստոնեական հավատքի գորիզը։ Առանց Քրիստոսի հարության քրիստոնեական հավատք գոյություն չունի։ Առանց Քրիստոսի մարմնավոր հարության եւ ոչ թե քաղաքական հարության կամ այսպես երազական հարության, մարմնավոր հարության քրիստոնեական հավատք գոյություն չունի։ Անոր համար Հիսուսի հարությունը աշխարհի պատմության մեծագույն թեփքն է։ Ասկե ավելի մեծ թեփք չէ եղած եւ ալբիդի չլա։ Քրիստոնեության հիմքը Քրիստոսի հարությունն է։ Եթե Քրիստոս հարություն արած չլար, եթե քերեզմանը Քրիստոսի ոսկորդերով լեցված լար, անիկա պիտի լար բարձաբես փարի վարդապետը, բարձաբես պիտի լար լավ ուսուցիչը, բայց անիկա հարություն արավ, այդ բոլորեն անտին ըլլալով, Աստուծո որդին ըլլալով, եւ այսպես իր հարությամբ մահը խափանվեցավ, մահը բարդվեցավ, որովհետև Պողոս առաքյալը գկրե, որ այսպես կսե ավանտեցի, որ ես ալ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերուն համար մերավ, քրքերուն ըսածին համեմատ, եւ թաղվեցավ ու հարություն արավ երրորդ օրը քրքերուն ըսածին համեմատ։ Իր աշակերտները քրեցին, որ ինք հարություն արավ, եւ այդ ճշմարտությունը փոխանցվեցավ սերունդե սերունդ։ Եվ այսօր 2000 տարիներ վերջ մոտավորապես սերունդե սերունդ փոխանցվելով այս փարիլուրը մեզի կհասնի, որ Քրիստոս քերեզմանեն հարություն արավ։ Անիկա մեր մեղքերուն համար մերավ, մեր մեղքերուն համար թաղվեցավ եւ մեր մեղքերը ներելու համար հարություն արավ։ Այս է Աստուծո ավետարանը։ Այս է փարի լուրը։ Ասկի ավելի մեծ փարի քերեցիկ լուր գոյություն չունի աշխարհի վրա։ Որովհետև այս փարի լուրը մեզի թուր կփանա հավիտենական կյանքի։ Եվ կյանքի մեջ ավելի արժեքավոր բան չենք կրնալ ունենալ, եթե ոչ հավիտենական կյանքը, որ Աստված պատրաստեց Քրիստոսով իրեն հետևողներուն եւ հավատացողներուն։ Եթե կյանքիդ մեջ աշխարհի ամենամեծ հարստությունները ունենաս, ամբողջ աթամատները քեզի ըլլան, ամբողջ ոսկիները քեզի ըլլան, ամենամեծ վկայականները ունենաս եւ հավիտենական կյանքը չունենաս, քու բոլոր ունեցածդ ոչինչ է։ Քու բոլոր ունեցածդ աղբանոց է։ Հավիտենական կյանքն է ամենաարժեքավորը, որուն համար Տերը մեզի կկանչե ունենալու, իրեն հավատալով, իրեն հնազանդելով, մեր կյանքը իրեն նվիրելով, մաքուր եւ սուրբ կյանք ապրելով, խոնարհությամբ Աստծո առջև գալու, զղջումով, խոստովանությունով, ապաշխարությունով, որովհետեւ ունենանք հավիտենական կյանքը, որուն համար մեր Տերը Հիսուս Քրիստոս քինը վճարեց, որովհետեւ մենք հավատալով կարողանանք ունենալ։ Եթե Քրիստոս հարություն արած չէ, ուրեմն մեր քարոզությունը բարավ է եւ մեր հավատքն ալ բարավ է։ Այսքան կարևոր է Քրիստոսի հարությունը։ Առանց Քրիստոսի հարության հոգիներու փրկություն չկա, չունինք։ Ինչ որ խաչի վրա սկսավ, ավարտվեցավ քերեզմանեն դուրս ելնելով։ Այս հարությունը մեզի կգաբե աստվածային փրկության։
Եվ մեր հոգիներու փրկությունը այս հարության հետ զորավոր կերպով կապված է։ Քանի որ ինք հարություն արավ, անոր համար մենք մեղքերու թողության կարելիությունը ունենք։ Բողոս արաքյալ գսե բայց գոհություն Աստուծո, որ մեզի հաղթություն կուտա մեր Տեր Հիսուս Քրիստոսին ցերկով։ Այս հարությամբ մենք հաղթական կլանք։ Մենք հաղթություն կունենանք, որովհետև մեր մեղքերը կներվին եւ մենք հավիտենական կյանք կունենանք։ Քրիստոսի խաչը կներկայացնի Աստուծո սերը, իսկ Քրիստոսի հարությունը կներկայացնի Աստուծո հաղթությունը, Աստուծո զորությունը։ Ուրեմն Աստուծո սերը եւ Աստուծո զորությունը իրար ամբողջացնելով մենք գունենանք հավիտենական կյանք։ Այս ճշմարտութենեն վերջ հարցումը անձնական է մեզի։ Ինչու կդոնես Սուրբ հարությունը։ Այսօր եկեղեցի եկած ենք։ Ինչու եկած ենք։ Ինչու կդոնենք Սուրբ հարությունը։ Այս կարևոր դոնը Սուրբ հարության դոնը մեզի հարցումի եւ մարդահրավերի արժեվ գտնե։ Երբ գիները տեսան Հիսուսը գսե անոր մոտեցան, թեև վախով, բայց ուրախությամբ նույն ժամանակ անոր մոտեցան, երկրբակեցին եւ զինք բաշտեցին։ Այս ճշմարտությունը մեր արժևն ալգուկա իբրև հարցումը։ Մենք ինչ կնենք Քրիստոսը։ Հարուցյալ Քրիստոսին ինչ կնենք մենք։ Մեզի համար մարդահրավեր է։ Մեզի համար հարցում է։ Աշխարհն ալ գդոն է Սուրբ Զադիկը ջուդիկներով, նապաստակներով, հավգիտներով եւ այլն վատ բաներ չեմ քննադատեր։ Բայց հարության գորիզը չեն։ Գշեղեցնեն մեզի հարության իմաստեն։ Էականը այն է, որ մեր Տերը քերեզմանեն դուրս ելավ եւ մեզի կյանք շնորհեց, մեզի հավիտենական կյանք շնորհեց։ Քինը վճարվեցավ խաչին վրա։ Քերեզմանը բարավ է։ Մահը բարդված է։ Ինչ որ Քրիստոս խոստացավ, գադարեց։ Ինչ որ քրված էր հազարավոր տարիներ էր 5 դագարանին մեջ, գադարվեցավ բոլոր մանրամասնություններով։ Անոր համար շատեր զինք հավատացին, շատեր ալ մերժեցին։ Պատմությունը նույնն է։ Այսօր ալ նույնն է։ Շատեր կհավատան, ուրիշներ կմերժեն։ Ինչու կմերժեն։ Որովհետև Քրիստոսի սորվեցուցածները Աստծո խոսքը իրենց հաշիվին չի կար։ Մարդիկ մեղքը գսիրեն։ Երբ որ Քրիստոսի պիտի հետևենք, մեղքը պիտի ադենք։ Եվ սրբության կյանքը ապրենք, հնազանդության կյանքը ապրենք։ Ադորմար մարդիկ չեն հավատար, շատեր չեն հավատար Հիսուսի։ Որովհետև այնտեղ հնազանդություն կա։ Այնտեղ Քրիստոսի խոսքին առջև խոնարհիլ կա։ Սրբության կյանքը կա։ Եվ աշխարհը կմերժի ադիգա։ Թողդերը դա մեզի այն շնորհքը, որ ունենանք խոնար սիրտը, գոդրված հոգին, Աստծո առջև, քալու իր առջև եւ խնդրելու մեր մեղքերու ներումը, խոստանալու, որ մենք կարողանանք իրեն հաճելի կյանքը ապրիլ։ Եվ այնպես Քրիստոսի հարությունը իմաստ ունենա մեր կյանքին մեջ։ Թող բարաբի չլա մեր այս տոնախմբումը, այլ իր իմաստին հասնի, որովհետեւ մենք բոլորս կարողանանք միասին հավիտենական կյանքը ուրախությամբ, հրճվանքով, իր ներկայությամբ ապրիլ հավիտենապես առանց վերջանալու։ Ուրեմն եկեք միասին ասենք
Քրիստոս հարյավ իմերելոց օրտնյալ է հարությունը Քրիստոսի։ Քրիստոս հարյավ իմերելոց օրտնյալ է հարությունը Քրիստոսի։ Now, I would like to give the short version of my sermon in English in a couple of minutes. As we saw through the past week on Palm Sunday that people welcomed Jesus as King. They shouted, they celebrated, they had hope. But within a few days, everything collapsed because Jesus didn't meet with their expectation. He went to the temple and cleansed it. Those leaders, the religious leaders, turned against him. They planned his death. And one of his disciples, Judas, betrayed him. On Thursday night, he prayed in deep agony in Gethsemane. Then they arrested him. They judged him unfairly. They beat him. And then they crucified him. He was between the two thieves. The sufferings were unbearable. And then he died with a loud voice. My Father, into your hand I put my soul. They buried him quickly before sunset. They sealed the tomb. They placed soldiers to guard it. The crowds disappeared, the disciples ran away, and everywhere there was fear, and they lost their hope. It looked like that it is the end. It is the end. But surprisingly, Sunday morning, everything got changed. Some women came to the tomb, and suddenly there was a great earthquake. An angel came down from heaven, rolled away the stone and said, "Do not be afraid. He is not here. He has risen, just as he said. He is not here. He has risen." This is the moment that changed the history. The whole history of the world. From the beginning until now, there is a new history. If Jesus had stayed in the grave, he would be just another name in history. Another wise man, another good teacher. But the tomb is empty. He is not there. He is alive. This is not symbolical. This is not spiritual, but truly, physically, he came out of that place. He came alive. And death is defeated through his resurrection. That's why the Apostle Paul tells us, Christ died for our sins. He was buried and he rose again on the third day. And this is the gospel. This is the heart of the gospel. That he died for our sins. He was buried and he rose again. And the apostle goes on saying, if Christ has not been raised, our faith is useless. That's how important is the resurrection. Because it is the heart of our faith, the Christian faith. Think about it. No resurrection, no faith. No resurrection, no forgiveness. No resurrection, no hope. But it is true. There is resurrection. Christ has been risen. And because of that, our sins can be forgiven. Our past can be washed away. Our life can be made new. This is reality. The women came. They worshipped him as they saw him. This is a challenge for us today. What do you do with Jesus, the risen Christ? It is a question that gives us an invitation to worship him, to surrender ourselves, to believe him, and to live our lives according to his teaching. May this day be an opportunity for every one of us that we can surrender our lives again and
have forgiveness of sins, and live our lives as His will. He is alive, He is Lord, He is our risen King. And as we say, Christ is risen, He is risen indeed. Christ is risen, He is risen indeed. Amen. Պիտի երկենք մեր վերջին երգը Հարության երգ 389 հարուցյալ է դերն այսօր երգ 389 ոտքի վրա Հարուցյալ է դերն այսօր հալելույա նա հաղթող է ևս օր հալելույա իր մահվան փիյանալի մեզ գացույց միշտ կենթանի հալելույա ներքերով մեր քաղցրալուր հալելույա արտքով ենք դերն երկնավոր հալելույա ինքը հեց քարնվիշտության հալելույա որ ապրինք մեր դերն մերապ հալելույա հարուրը ծարնդակնապ հալելույա մեր սիրուն ավետ է գապ հալելույա որ սրդեն հերնից հասնի հալելույա որ Հիսուս իսպար հանգչի հալելույա վերջացնենք այո գնանք նստել հիմա մեր սիրահոժար ընձաները դերոջը մատուցանելու ադենն է
Մեր պաշտամունքը պիտի վերջացնենք դերունական աղոթքը միասնապար երգելով։ Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ Եղիսի անուն քո, եկես արքայություն քո, Եղիսին գամքո, որպես երգինս և Ցած մեր հանաբազոր դուր մեզ այսօր, թող մեզ զբար իսմեր որպես և մեր թողունք մերոց բարդաբանած և մի դանիր զմեզի փորձություն Զիքոյե արքայություն և զորություն և փառք Հավիդյանս և հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը Հոր Աստուծո անպատմելի սերը և Օգնույն Սրբո հաղորդակցությունը ու պաշտպանությունը այս դոնական օրվա մեջ ձեր բոլորին հետ լա Ամեն